Ուշադրություն, առաջին հարցը. որ երգիչն է զբաղվել սպորտով մինչև հայտնի դառնալը։ Տարբերակ 1 Justin Timberlake, 2 Freddie Mercury, 3 Ed Sheeran եւ 4-րդ տարբերակ Enrique Iglesias։ Ես ասեմ Ed Sheeran։ Սխալ պատասխան։ Enrique Iglesias։ Ես ասեի։ Չէ, Enrique Iglesias-ը եւս սխալ տարբերակ։ Freddie Mercury։ Ճիշտ է, Freddie Mercury-ին ճիշտ պատասխանն է։ Վակա երգը ստեղծվել է որ սպորտային իրադարձության։ Առաջինը Հայկն էր, Հայկ։ Ֆուտբոլ։ Ֆուտբոլ, բայց կոնկրետ ինչի համար։ Աշխարհի առաջնության։ Ճիշտ է։ Որ երգն է հնչում Rocky ֆիլմաշարում մարզումների տեսարանի ժամանակ։ Born to Run, Bruce Springsteen, A of Tiger։ Ես ասեմ A of a Tiger։ Ճիշտ է։ Օ, լավն են քո գիտելիքները, Հայկ, շատ լավն են։ Որ երգչուհիները հանդես եկան Սուպեր Բոուլին ու գրավեցին շատ բարձր ցուցանիշ դուետով։ Ուշադրություն, առաջին տարբերակ Lady Gaga Rihanna, երկրորդ տարբերակ Rihanna Adele, երրորդ տարբերակ Katy Perry եւ Jennifer Lopez եւ չորրորդ տարբերակ Shakira եւ Jennifer Lopez։ Ես ասեմ Shakira եւ Jennifer Lopez։ Ճիշտ է, Shakira եւ Jennifer Lopez Սուպեր Բոուլի ժամանակ, որ հայտնի ֆուտբոլիստն է հայտնվել երգի տեսահոլովակում որպես դերասան։ Cristiano Ronaldo, Lionel Messi, David Beckham եւ Ես ասեմ David Beckham։ Ճիշտ։ Ուղղակի սպորտից է հարցերը համը երաժշտական։ Սպորտը երաժշտական են։ Սիրելի հյուրեր, ինչպես մենք ենք ձեզ հրավիրում կարաոկե, փորձում դարձնել մեր երաժշտական տոնի մի մասը, այնպես էլ կարող եք դուք գտնել ձեր սիրելի սպորտային վայրը Երևանում Courtside AM կայքի միջոցով։ Այս հարթակը ստեղծվել է նրանց համար, ովքեր սիրում են հարմարավետությունը եւ գնահատում ժամանակը։ Courtside AM-ը օգնում է կազմակերպել ոչ միայն մարզում, այլ նաեւ հաճելի հանդիպումներ ընկերների հետ։ Մի խոսքով, բարի մարդիկ հեշտացնում են մեր կյանքը, իսկ Courtside AM-ը հեշտացնում է սպորտով զբաղվելը։ Այնպես որ կարող ենք ինչ-որ պահի մի օր որոշել, որ կերգենք ու դրան զուգահեռ օրինակ թենիս կխաղանք ու կօգտվենք հենց Courtside AM-ից։ Կարաոկե 963